Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հիշողության, քաղաքացիության և քաղաքագիտության գիտաժողովի միությունը։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 97-րդ թիվը։ Չես կրնար բարդատրանքով մուտք գործել երգիրը, որ չի ցանկանար։ Մենք փագուղիի մեջ ենք, Պատրիկ Տոնապետյան։ Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչի այցը Գոմիդասի դուն թանգարան։ Զավե Խաչիկյանի լուսանկարները Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ կխոսին Արցախեն տեղահանվածներուն սեր և ջերմություն տալու մասին։ Նախագիծը, որով կվերականգնվի հուշարձանը, արդեն մեծ վնաս հասցուցած է, Անահիտ Տարխանյան։ Ադրբեջանի խորհրդարանին մեջ կրկին սպառնալիքներ հնչեցին Հայաստանի հասցեին։ Մարալն ու հայրիկը Արցախի մեջ եկյատը մեր կյանքի պատմությունն է, Մարինե Ճարշավչյան։ Հիշողության, քաղաքացիության և քաղաքագիտության գիտաժողովի միությունը նախագահ Ֆրանսուଆ Միլիոն Ռուսոյի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի պատգամավորներ Վրեժ Աբրահամյանի և Ժան Ղազարոսյանի նախաձեռնությամբ կկազմակերպի գիտաժողով քննարկում նվիրված հետևյալ նյութերուն. Հայրու ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանը, Արցախի հայրու իրավունքները, Ֆրանսիայի դիրքորոշումը։ Հրավիրյալ բանախոս Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյան։ Գիտաժողովին ընթացքին պիտի ներկայացվին տարբեր երկիրներ գոմե հայրու ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման նոր մեխանիզմներ, հիմնվելով հետևյալ հայտարարության վրա։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կհայտարարի, թե հայ ժողովուրդը 1894-1923 թվականներուն ընթացքին ենթարկված է ցեղասպանության, որ գործադրված է Արևմտյան Հայաստանի տարածքին թուրք հաջորդական կառավարություններու կողմէ։ Քննարկման ընթացքին պիտի վերահաստատվին Թուրքիո տարբեր պետություններու և միջազգային կառույցներու իրավական պարտավորությունները հայ ժողովրդին և Արևմտյան Հայաստանի նկատմամբ։ Պիտի շեշտվին նաև այն նոր մարտահրավերներն ու խնդիրները, որոնց կփախի հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանի և Արցախի մեջ իր պետականության վերականգնման, ինչպես նաև ռազմավարական, իրավական և քաղաքական մեխանիզմներու իրագործման ընթացքին։ Հարգելի հայրենակիցներ, գիտաժողովի մանրամասնությունները նշված են Western Armenia պաշտոնական գայքին մեջ։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 97-րդ թիվը, որուն մեջ ընդգրկված են հետևյալ նյութերը. Արևմտյան Հայաստանը և միջազգային կազմակերպությունները Լիդիա Մարգոսյանի հեղինակությամբ Հրանտ ինք հիմնադրամի գրթական ծրագիրներու շարունակությունը։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն և ֆրանսերեն տարբերակներով։ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը Բաքվի ռեժիմի բռնագրավման ներքո լուրջ վտանգի մեջ է։ Ֆրանսիայի գիտնական Պատրիկ Տոնապետյան կշեշտե, թե Բաքվի իշխանություններուն հիմնական նպատակը զրկելն է արցախահայությունը իր հողին և ժառանգության հետ ունեցած կապեն։ Անոր խոսքով ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ԱԼԻՖ-ը չեն կրնար միջամտել առանց Բաքվի համաձայնության, ինչ որ փաստորեն փագուղիի մեջ կտնե հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Տոնապետյան կհիշեցնե, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կրնա գործել միայն տվյալ երկրի իշխանության խնդրանքով, ուստի արտաքին միջամտությունը գրեթե անհնար է։ Նույն սահմանափակումը կգործե նաև ԱԼԻՖ-ի բարակային։ Ան կնշե, որ Բաքվի ռեժիմը տասնամյակներ շարունակ կոչնչացնե եւ կխեղաթյուրե հայկական ժառանգությունը։ Նախիջևանի մեջ հարյուրավոր հուշարձաններ ամբողջովին վերացված են, իսկ վերջին տարիներում Բաքուն փոխած է մարտավարությունը, փորձելով ժխտել այդ հուշարձաններու հայկական ծագումը։ Օրերս Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչը այցելեց Գոմիդասի դուն թանգարան։ Ցուցադրությունը կներկայացներ փաստաթուղթեր եւ նամակներ, որոնք կվերապերին Գոմիդաս վարդապետի կյանքին վերջին տարիներուն։ Ներկայացված նյութերը նոր լույս կտան վարդապետին կենսագրության որոշ մանրամասնություններուն։ Ցուցադրությունը նվիրված էր Գոմիդաս վարդապետի մահվան 90-ամյակին, միաժամանակ նշվելով նաեւ դուն թանգարանին հիմնադրության 10-ամյակը։ Թանգարանի դնորեն Լուսինե Սահակյան շնորհակալություն հայտնեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության իրենց ներկայության և աջակցության համար։ Իր հերթին Գոմիդասի դուն ինստիտուտի գիտական բաժնի աշխատակցուհին իր ելույթին մեջ նշեց, որ արմատներով Արևմտյան Հայաստանի ժառանգ է եւ ընդգծեց, թե իրենց համար առանցնապես արժեքավոր է ամեն ինչ, որ գաբ ունի Արևմտյան Հայաստանի հետ։ Նոյեմբեր 16-23-ը Սան Ֆրանսիսկոյի միջազգային արվեստի թանգարանին մեջ պիտի գայանա ջանցված լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ապրիլ սիրելով» խորագրով ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը կազմակերպված է Սան Ֆրանսիսկոյի Golden Gate հայկական ֆիլմերու երկրորդ փառատոնի կողմէ։ Ապրիլ սիրելով խորագրով լուսանկարչական ցուցադրության հիմքով 2020 թվականին 44-օրյա պատերազմեն ետք Հայաստանի մեջ վերաբռնագեցված Արցախեն տեղահանվածները կգտնվեին իրենց հանդեպ մարդասիրական աջակցության գաղափարի արտահայտությամբ։ Լուսանկարիչը կպարզաբանե, որ անհրաբույր գիսական կացարաններու բادرուն վրա փրկված քորքի փոքրիկ մասը ընտանեկան լուսանկարները եւ ապրելու հույսին շողերը դարձած են մարդկային ապրումակցության գոչ իր արխիվները վերանայելու հրամայական եւ որպես արվեստագետ արձագանքելու առաջարկ։
Ան ընդգծած է, որ արվեստային բարդացրանքի պատկամը հետևյալն է՝ սեր եւ չերմուջում բերել այդ օջախներ ապրիլ սիրելով։ Զավեն Խաչիկյանի խոսքով ցուցահանդեսը վկայություն է, որ լուսանկարը գրնա բարձ փաստաթուղթեն վերածվել քրական գերբարի հավաքական հիշողության խորհրդանիշի, իսկ արվեստը թեև ընդհանրական է, խորաբես ճշգրիտ է, ունի իր դեղն ու ժամանակը։ Ժանա Անդրեասյան թիմեց ինտիմատիր պատգամավորներուն հրավիրելով չխեղաթյուրել Ծիծեռնագապերտի հայրու ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման հարցը, շեշտելով, թե աշխատանքները կշարունակվին եւ կվերահսկվին համապատասխան մարմիններու կողմէ։ Ճարտարապետ Անահիտ Տարխանյան իր հերթին հայտարարեց, թե ներկա վերանորոգման նախագիծը վնաս կհասցնի հուշարձանին, որովհետեւ հին չրադար համագարկը անդեսված է, իսկ նոր օգտագործված բազալտե քարերը կդարբերին նախնական նմուշներեն։ Տարխանյան գոչ ուղեց ստեղծել մասնակիտական աշխատանքային խումբ, որբեսի որոշումները ընդունվին գիտական եւ ջարդարագիտական հիմքերով։ Ան ընդգծեց, որ նախարարության ուղղված զեկույցներուն մինչ օրս պատասխան չէ դրված։ Ան կգասկածի, թե աշխատանքները ավարտին կհասնին մինչեւ ապրիլ շինարարական գազագերբման բացակայության պատճառով։ Ինչպես նաեւ ընդգծեց, որ նախարարությունը անդեղյակ չէ խնդիրներեն, բայց կշարունակե նույն նախագիծով։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Արդարություն, իրավունք եւ ժողովրդավարություն կուսակցության նախագահը Տելեգրաֆ պարբերականին տված իր հարցազրույցին մեջ հայտարարած է, թե Բաքուն պետք է լուրջ բանակցություններ վարե Թուրքիո, Ռուսիո եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու հետ առանց ազգային շահերը գաբելու Հայաստանի ներքին քաղաքականության։ Ըստ անոր, եթե Երևանը արագ որոշումներ չկայացնե միջանցքի բացման մասին, ապա Ադրբեջանը կգրնա դիմել ուժային դարբերակի դարածքը մաքրելու համար, նկատի ունենալով Սյունիքի մարզը։ Նաեւ ավելցուցած է, թե այդ տարածքը կգրնա հանձնվել միջազգային վերահսկողության։ Ան ընդգծած է, թե Հայաստանը կփորձե երթևեկության գաբեր հաստատել հարևաններու հետ իր համար շահեգան պայմաններով, սակայն հակառակ Նախիջևան դանող երթուղիի շուրջ քննարկումներուն գործնական քայլեր դակավին չկան։ Պատգամավորը հայտարարած է նաեւ, թե Ադրբեջանը կգրնա առաջարկել Հայաստանին ստորագրել խաղաղության հուշագիր, եթե վերջինս անմիջապես սկսի Նախիջևան դանող ճանապարհի շինարարությունը եւ ապակային ընդունի իր սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարել։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կհիշեցնե, որ Բաքվի ռեժիմը 1921 թվականին ի վեր բռնակրաված է Արցախի եւ Նախիջևանի տարածքները եւ որ այս բոլոր մեղադրանքները կհագասեն միջազգային իրավունքին։ Մարալն ու հայրիկը Արցախի մեջ հեքիաթը իրական պատմություն մնե մեր կյանքեն։ Այս մասին ըսած է Քիրքի հեղինակ Մարինե Չարշավճյան։ 2020-ի Արցախյան պատերազմեն ետք մենք այնտեղ կբնակեինք։ Ավելի ճիշտը Մարդունիի մեջ։ Առաջին անգամ, որ ոտք դրինք Մարդունի, անմիջապես սիրեցինք թե քաղաքը, թե անոր բնակիչները։ Այն ամենը, ինչ որ ապրեցանք Արցախի մեջ, փորձեցի հեքիաթի ձևով ամփոփել։ Մարդունիի մեջ հիմնադրամ մգար, որ դարբեր ծրագիրներ գիրականացներ եւ անոնցմեն վեկը Գաղանդ Բաբիի թերը մարմնավորելու նախաձեռնություններ։ Որոշեցին Գաղանդ Բաբիի հակոստներով երթալ եւ Մարդունիի 31 գյուղերու մանուկներուն նվերներ բաժնել։ Հեքիաթի հիմքը այս պատմությունն է, մեր իսկ կյանքի պատմությունը, պատմած է հեղինակը։ Մարինե Չարշավճյանի խոսքով քիր քրելու միտքը ծնած էր 2 տարի առաջ, բայց իրական ոգեշնչման աղբյուրը եղած է իր 4 տարեկան դուստրը Մարալը։ Վերջին շրջանին շատ կմտածեի, թե ինչպես Մարալիգին պետք է պատմեմ Արցախի մասին, որովհետև անթեր փոքր է եւ հուշեր չունի այնտեղի մասին։ Եվ մտածեցի, որ հեքիաթը լավագույն միջոցն է մանուկներուն պատմելու իրենց ապրած կյանքի կարևոր օրերուն մասին եւ փոխանցելու ազգային եւ մարդկային արժեքներ, եզրափակած է Չարշավճյան։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։